Այսինքն դու ինչ ակնկալիք ունեք համանadrական դատանից, որ հիմա Իմ ակնկալիքը ես իմ եզրափակիչ ելույթը մնացեցի վերջին։ ԲՀԿ-ն ասում է, որ այդ 3 ընտրատեղամասում պետք է վերաքվեարկություն իրականացվի։ Հիմա կարող եք հստակ ասել, ինչու կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդ խնդրահարույց ընտրատեղամասերում չարեց վերաքվեարկություն։ բողոքների ներկայացնել Հարգելի լրագրողներ, կրկնում եմ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր տեսակետը ներկայացրել է թե բացատրություններով, թե նաև եզրափակիչ ելույթով։ Ամեն ինչ ներկայացված է եւ մնացածը չէ, Ժորժ ջան, ես կրկնում եմ, հարգելի լրագրողներ, կրկնում եմ, խոսենք սահմանադրական դատարանի որոշումից հետո։ Իմ հարցը այլ է, խնդրում եմ կլսեք, իմ հարցը այլ է։ Որոշումն է հայտնի լինելու։ Որոշումն է լինելու։ Հարգելի լրագրողներ, սահմանադրական դատարանի որոշումը կլինի եւ կտեսնենք ում փաստարկներն են ճիշտ, ում սխալ։ Մի այսպիսի հարց տամ, պարոն Հովակիմյան, այդ ընտրատեղամասերի քաղաքացիները, որոնք ընտրել են, իրենց հարգելի լրագրողներ, կրկնում եմ, չէ, ձեր հարցը տրամաբանական է եւ ձեր հարցին մնացած բոլոր հարցերին սահմանադրական դատարանում տրվել է շատ տրամաբանական պատասխաններ եւ սահմանադրական դատարանի որոշումից հետո նոր մենք կասենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատասխաններ ճիշտ թե դիմումատուի դիմումը։ Պարոն Հովակիմյան, ուղղակի նայեք, դուք ասում եք, որ այդ Հարգելի 3 լրագրողներ, թույլ տվեք ես վերադառնամ իմ աշխատանքներին։ Ելքի վրա ազդեցություն չէին կարող ունենալ, բայց այդ 3 ընտրատեղամասերի արդյունքներով էր հենց, որ Բարգավաճ Հայաստան ելքի վրա ազդեցություն չէին կարող ունենալ, բայց այդ 3 ընտրատեղամասերի արդյունքներով էր հենց, որ Բարգավաճ Հայաստան Ոչ, 3 հարգելի լրագրողներ, ոչ, հարգելի լրագրողներ, այդ 3 տեղամասերում որևէ քաղաքական ուժ, որևէ ձայն չունեցավ։ Քանի որ ըստ ընտրական օրենսգրքի 0 է, որովհետև այն խախտումները, որ արձանագրվել է, ընտրական օրենսգիրքը ասում է, որ նման դեպքերում այդ տեղամասում միակ թիվը անճշտությունների թիվն է, որը որ հավասար է մասնակցության թվին։ Այսինքն որևէ մեկը չի կարող ասել, որ այդ տեղամասում որ քաղաքական ուժը որքան ձայն է ստացել։ Հենց սա ընտրական օրենսգիրքի պահանջն է, սա իմ ասածը չի, սա ընտրական օրենսգիրքով է արձանագրվել եւ ինձ թույլ տվեք ես վերադառնամ իմ աշխատանքին, շնորհակալություն, կհանդիպենք սահմանադրական դատարանում